Գալ ուրիշ հարց է, էլի։ Դուք ձեր հորից, օրինակ, գումար եք վերցնում ՎՏԲ բանկից վարկ եք վերցրել, ենթադրում եմ այդ վարկը ինչ-որ տոկոսադրույքով է, տոկոսը լեկ չէ վճարում, ուրեմն մի միլիոն դրամ վերցրել եք 22 թվական, մի միլիոն դրամ վերցրել եք ՎՏԲ բանկից, Իսկ այդ 1 միլիոն դրամը եւ վարկը դա այն աշխատավարձի, որ օվերդրաֆտ էին ասում, գումար էր պետք ընթացիկ ծախսեր անելու, որը որ 2 միլիոն դրամը չէր գերազանցում եւ հայտարարման ենթակա չէր, վերցրել ենք եւ ես դա վճարում եմ։ Իմ ընտանիքը այդ վարկի հետ որևէ առնչություն չունի։ Հա, չէ, ես ընտանիքի մասով չի ասում, բայց իմ համար անհասկանալի է։ Հա, չէ, ես ասում եմ, իմ համար անհասկանալի է վարկ վերցնել, դրա համար տոկոսադրույք վճարել, եթե փողումն ես։ Այդտեղ չի բռնում իրեն։ Եթե փողը միայն քոնն է, դու քո հայցողությամբ կարող ես տնօրինել, կարծում եմ նորմալ է, բայց դեպքեր են լինում, երբ որ պետք չի տան գումարին ձեռք տալ, որտեղ տան գումարը ցանկացած պահի կարող պետք լինի, ու այսօր չգիտենք, ես տուն կհասնեմ, թե ոչ, Արնո Յոնիսյան, այդ գումարը թող տունը մնա, եթե տուն չհասնեմ, գոնե երեխեքը կունենան այդ գումարը։ Հուսով եմ, որ բոլորը տուն կհասնեն, բայց ես նաև կհասնենք խելքին մոտ ժամի ես, բայց տեսեք, ուզում եմ հետևյալ հասկանամ, գալով, օրինակ ձեր ընկերոջը այսպես ասած ձեռք մեկնելն, հա, ինչքան հասկացա, ձեռք եք մեկնել եւ ձեռք մեկնելու համար տունը գրավ եք դրել։ Այստեղ նորից այս հարցը առաջանում է, ինչի եք տունը գրավ դրել, եթե այդքան փող ունեիք, էլի։ Այդ փողը տայեք ձեր ընկերոջ պարտքով, հետո հետ կտար գրավ դնել, ենթադրում է լրացուցիչ ծախսեր, գնահատում, գլխացավանք, բյուրոկրատիա, բնականաբար տոկոսադրույք ճարում։ Պատասխանեմ, իմ ընկերոջով իմ 34 տարվա ընկերն է նաև, երբ որ մենք դեռևս երեխա ենք ու ես դատախազ չէի, ակնկալիք էլ չկար, ես նաև կնքել եմ իրան ու իրան այնպես հրատապ էր պետք, որ էլ երկար բարակ մտածելու խնդիր չկար ու իրան շատ ավելի գումար էր պետք, քան այն գումարը, որ ես իրան տրամադրել եմ։ Կար որոշակի անհամաձայնություն տան գումարին ձեռք տալու, ես որոշեցի, որ ինձ միանձնյա պատկանող բնակարանը գրավադնեմ, ես անվերապահորեն վստահում եմ իրան ու ինքը իր վստահությունը փարատեց։ Շնորհակալություն։ Իսկ ներողություն, իսկ եթե գաղտնիք չի, բայց իհարկե ձեր միգուցե դա ձեր ընկերոջ կա, եթե գաղտնիք չի, այդ գումարը ինչի վրա է ծախսվել, ինչ բնույթի ծախսեր են եղել։ Այդ գումարը պետք է ծախսվեր մի բանի վրա, որը որ բարձրաձայնելու չի նեղընտանեկան անձնական գաղտնիք պարունակող տեղեկությունը, ես իրանից թույլտվությունը որ վերցնեմ, ձեզ անպայման կասեմ։ Հետո Աստծո հաջողությամբ այդ գումարը իրվել ու վճարվել է եւ փոխառությունը մարվել է։ Շնորհակալություն։ Լավ, այս կոնտեքստում բայց մի բան եմ ուզում հարցնել, ինչի վրա որ այդ գումարը նախատեսված էր եւ չի օգտագործվել կամ օգտագործվել է ոչ ամբողջ։ Ինչերից է։ Հայաստանի Հանրապետությունում 300,000 դրամից ավել կանխիկ գործարք չես կարող անել։ Ինչ ուզում ես արա 300,000 դրամից ավել ամեն ինչ անկանխիկ է, չէ՞։ Բայց դուք հենց տունը գրավ եք դրել, միանգամից 12 միլիոն դրամը կանխիկացրել եք։ Սա մի քիչ տարօրինակ է, որ ինչ գործարք, ինչ բնույթի գործարք է, որ ուզեցել եք կանխիկ անել։ Սխալ ինֆորմացիա է իրապետում ես տասը։ Չէ, հակառակը կանխիկացրել։ Իսկ ինչքան է կանխիկացրել։ Ինչպես։ Ամբողջ։ Ես կանխիկ։ Հա, թեկուզ եւ առավել ևս։ Որտեվ իրան կանխիկ այդ գումարը պետք էր հենց բանկում ստոպրակով տրվել է իրան։ Այո, պետք է անկանխիկ այդ ամեն ինչն արվել, բայց հավատացեք երկու ընկերոջ մեջ հատկապես Քավոր Սանիկ, որ
գնանք մի հատ էլ մուտք անեինք, փոխանցեինք, մի հատ էլ սպասեինք դրա ժամանակն էլ հիմա չմանրամասնելու չի։ Պարոն Հովհաննիսյան, ներողություն, ինձ պատկանող բնակարանը ես որոշել եմ, որ ընկերոջս, ով իմ սանիկն է, պետք է իրան հարեհաս լինեմ։ Բացարձակ չեմ փոշմանում դրա համար եւ Աստծո հաջողությամբ այդ գումարը այն ինչին, որ պետք էր ծառայեր, այդքանը չի եղել։ Հիմա ամեն ինչ նորմալ է։